Եվրատեսիլը Հայաստանում ոչ թե երիտասարդ արտիստի համար սկիզբը, այլ Եվրատեսիլը երիտասարդ արտիստի համար ուղղակի ավարտը։ Ինչու Հայաստանը չհայտնվեց Եվրատեսիլի եզրափակչում այս տարի։ Իդեպ դա առաջին անգամը չէ, որ Հայաստանը չի հայտնվում եզրափակչում, դա նաև տեղի էր ունեցել 2011 թվականին մի բում երգի տարվա ընթացքում, իդեպ կա տեսություն, ըստ որի դա արվել էր, որպեսզի Ադրբեջանը հաղթի ու այդ տարի Ադրբեջանը հաղթեց, այդպիսով մեր տարածաշրջանի ձայները պարզապես Ադրբեջանի գնված պաստորեն հաղթանակին տրվեցին, հետո դա տեղի ունեցավ 18 թվականին, Սևակի քամի երգի պատճառով, որովհետև երգը բացառապես հայերեն էր եւ որևէ մեկին հաստատ չէր հետաքրքրելու նեգատիվ մութ մթնոլորտում եւ դրա հաջորդող տարին Սրբուկի Walking Out երգով, որ տեսահոլովակենք անցնցող էր երգը շատ լավն էր, բայց բեմադրությունը ուղղակի մղձավանջ էր ու բեմադրությունը միայն ու միայն նեգատիվ ու բացասական էներգիա էր փոխանցում։ Ինչ վերաբերվում է Սիմոնին, ինչու Սիմոնը չանցավ։ Սիմոնի տարվա ընթացքում մենք ֆիքսեցինք մի փաստ, որ հայերը հետաքրքրված չեն այլևս Եվրատեսիլով եւ հանրային հեռուստաընկերությունը ուներ մեծ ու ծավալուն աշխատանք հետաքրքիր դարձնել Եվրատեսիլ երգի մրցույթը իր աուդիտորիայի համար, որը հանրային հեռուստաընկերությունը տապալեց։ Ես հիշում եմ բրյունետի տարիներ, երբ էլի այդ հետաքրքրությունը դեռ նվազեր եւ հանրային հեռուստաընկերությունը հրավիրեց Միացյալ Նահանգներից ինձ, մենք պատրաստեցինք Եվրատեսիլի օրագրերը այդ դոկումենտալների շարքը, որի արդյունքում ազգային փաստորեն հետաքրքրությունը Եվրատեսիլի չափազանց մեծացավ եւ միանգամից բնականաբար իհարկե նաեւ հետաքրքրությունը աճեց։ Նախորդ տարի Պարգի տարում եւս հետաքրքրությունը մեծ էր, որովհետեւ մեր երկրի ներսում, որովհետեւ կար դեպի Եվրատեսիլը։ Եվ ըստ տարբեր քննարկումների դեպի Եվրատեսիլը շատ ավելի պոպուլյար էր, քան մրցույթը ինքնին։ Սակայն հանրային հեռուստաընկերությունը վերջին տարիներին մի ոճ, մի մտածելակերպ որդեգրել, որ իրենց ամեն ինչ կարելի է, իրենք ամեն ինչ գիտեն, դուք ոչինչ չեք հասկանում, մենք ամեն ինչ լավ ենք անում։ Ժողովուրդ ջան, կբացատրեք ինձ, ես հասկանամ, թե ինչու է միշտ նույն թիմը զբաղվում Եվրատեսիլով եւ միշտ նույն թիմը գցում իր ոտքին։ Սկսենք օրինակ ելույթից։ Կբացատրեք ինձ ինչի պետքա եվրոպացին միացնի Սիմոնի ելույթը, նայի տեսահոլովակը ու նայի բեմի ելույթը ու տեսնի գրասենյակային մթնոլորտ ու գրասենյակային տրամաբանություն։ Ժողովուրդ, մարդիկ, ովքեր աշխատում են առավոտը ժամը 8-ից մինչև ժամը 6-ը գրասենյակում, արդեն զզվում են այդ վիզուալներից, քսերոքսի ապարատներից, վերելակներից, այդ հագուստներից, իդեպ հագուստների մասին, ժողովուրդ այդ ստիկերով շորերը որ կան, ես ունեցել եմ Բալեսիագայի Դեմնայի ստեղծած այդ հագուստը մոտարապես մի 7 տարի առաջ, շապիկ էր, որը մի անգամ տենց արվեց ու արտադրվեց։ Իդեպ դա արվել էր նաև նրա եղբոր բրենդի կողմից, Վետմանսի կողմից։ Ու հիմա բերել 7 տարի հետո դա դարձնել որպես թրենդ շատ խնդալու է։ Եվ մարդը, ով որ հոգնել է արդեն գրասենյակային աշխատանքից, էլ չի ուզում միացնի նայի վիզուալ, որը կապ ունի գրասենյակային կյանքի հետ։ Ընդհանրապես Եվրատեսիլի սթեյջինգը կամ լույսի, կամ պրոմերի, դեկորների, կամ ելույթի հետ կապված ինքը միշտ պիտի ունենա մի հատ բում, մի հատ ստենդաութ հատված, որը պետքա իրան հիշացնի, թե ինչի պետքա ես քվեարկեմ այս փաստորեն ելույթի համար, որը չկար բնականաբար։ Ինչ վերաբերվում է երգին, երգը տոտալ անհետաքրքրություն է առաջացնում։ Դուրս եկեք փողոց, հարցրեք 10 մարդուց 10 մարդն էլ երևի թե 9 մարդն էլ չի կարող վերարտադրել երգը, որովհետև երգը հիթ չի դարձել։ Ինչ վերաբերվում է Սիմոնին, Սիմոնը լավ երգիչ է, Սիմոնը կարողանում է երգել, Սիմոնը կարողանում է պարել, բայց Սիմոնը փոքր բեմի երգիչ է իմ կարծիքով։ Կոբայում, որտեղ մենք գնում ենք եւ Սիմոնին տեսնում ենք, ինքը ֆանտաստիկ է, թույն ելույթ է ունենում, բայց դա դեռ բավարար չի իրեն հասցնել դեպի Եվրատեսիլ։ Սիմոնի վիզուալի հետ ես ընդհանրապես համաձայն չեմ, միշտ իմ մոտ ցանկություն է առաջացնում
առաջանում հասկանալ, որ ազգի ներկայացուցիչ է ինքը, չգիտեմ, մի հատ sense ինչ-որ մարդկանց կընտրել, որպեսզի իր վրայի այդ ավտոզագարը մաքրեն, բայց հանուն արդարության պիտի ասեմ, որ ինքը այս բոլոր հանգամանքներից ամենաուժեղ կոմպոնենտն է, եւ եթե ինչ-որ մի բան ստացվել է բեմի վրա, գոնե դա ստացվել է բացառապես Սիմոնի փաստորեն նախաձեռնությամբ։ Մենք պետ բյուջեից մեծ փողեր ենք օգտագործում Եվրատեսիլ երկի մրցույթի համար։ Ժողովուրդ ջան, մեզ պետք է արդյոք այդ փողերը օգտագործել Եվրատեսիլի վրա։ Եթե պետք է, եթե մեր երկրի վարկանիշի համար դա լավ է, ուրեմն կլինի, որ դրանով զբաղվեն այլ թիմ։ Ժողովուրդ ջան, այս թիմը ցույց տվեց այս ժամանակահատվածում, որ իրենց մոտ դա չի ստացվում։ Կլինի ավելի կոմպետենտ մարդիկ զբաղվեն դրանով, կլինի մի հատ մշակենք նոր մեխանիզմ, գուցե կան ի վերջո սա երկի մրցույթ է, պետք չի ընտրել Սիմոնին, հետո Սիմոնի վրայով երկ ընտրել, հետո չգտնել, հետո անցած տարվա երկի նման երկ գտնել։ Գուցե պետք է ինչ-որ հավաքել երգահանների թիմ, ովքեր տարվա ընթացքում սկսեն ստեղծագործել, գտնենք դրանց մեջից լավագույն հիթը եւ տանք բնականաբար իհարկե երգչի, ով կարող է դա կատարել։ Ինչ վերաբերվում է այդ պետ բյուջեից վերցրած գումարները, որոնք արված են պրոմոյի վրա, պրոմոն պարզապես տապալված է, ժողովուրդ դուք չեք հասկանում, որ ձեր արած պրոմոն տապալված է եւ որևէ մեկը ձեր արած պրոմոների մասին չի խոսում։ Այդ օրագրերը նայեք, Եվրատեսիլի օրագրերը հանրային հեռուստաընկերության միլիոնի հասնող հետևորդ ունեցող YouTube-յան ալիքում նայում են 1000 հոգի, 2000 հոգի, 3000 հոգի։ Իմ սթորիները նայում են մոտավորապես մի լավագույն դեպքում 40000 հոգի, երբ լավ բան եմ դնում։ Ուզում եմ ասել, որ Սիզիֆը տրուդ, տենց մի հատ հայերենում, ռուսերենում արտահայտություն կա, որ աշխատանք ոչնչի մասին, այդ ձեր արած գործը Սիզիֆը տրուդ է, աշխատանք որևէ բանի մասին չի։ Պրոմոները տապալել եք, երկի հնչողությունները, այսինքն երկի սթրիմինգը ընդհանրապես ցածր է, եթե մնացածինը միլիոններ է, ապա ձերը հիշեցնում է հեռախոսի password-ի թիվ, այնքան փոքր թիվ է։ Մի խոսքով Սիմոնին ուզում եմ ասել, որ աշխատի իր ուղղությամբ, այն ինչ որ ինքը զգում է, հանրային հեռուստաընկերության ուզում եմ ասել, համակերպվեք, որ ձեր մոտ այլևս չի ստացվում անել Եվրատեսիլ եւ